խնդիրը նրանում է հունիսի 21-ին ծեծ կրտուքա տեղի ունեցել։ Իմ ամուսինը մեքենայում նստած պատրաստվել է զապրավկայի մոտ, պատրաստվել է մեքենան զապրավկա անեն, որ ինքը կարողանա գնա գործի։ Ուրեմն եկել է մի քանի մետր հեռավոր, եկել է Անաստաս Բաբալարյանը եւ հարվածել է, որից հետո սկսվել է կռվը։ Ինքը եկել է իր հորեղբոր տղայի, Սաքոյի եւ Խաչատուրի հետ միասին։ Կռվը սկսել են իրանք երեքով, որից հետո միացել է իր տղան։ Արդեն կռիվը հանդարտված միացել է իր տղան ու ավելի թեժացրել է։ Դրանից հետո համ իմ տղային են շատ ծեծել, համ իմ ամուսնուն այնքան են հարվածել գլխին, որ գլխի ոսկորները լրիվ մանրացած, ահավոր վիճակում, այդ մարդը մահացել է հաջորդ օրը։ Ահավոր վիճակում, դատաբժշկի թուղթը տվել են Երևանում, Սյունիքի մարզում չեն տվել։ Ուրեմն եթե դա այն Գորիսում կամ Սիսիանում, էդ էլ էր կեղծված լինելու, հասկանում եք, այն որ արվել է Երևանում, այդ դեպքում արվել է ճիշտ։ Դատաբժշկի թղթի մեջ նշված է, որ գլխի հարվածները 4 բութ գործիքի հարվածներ է, կան նաև ուրիշ հարվածներ։ Ուրեմն դունչն էլ է կոտրված եղել, լեզուն էլ է կուլ գնացած եղել, ահավոր վատ սպանություն, ես չգիտեմ, այդքանից հետո տվել են տղային իրանց երկուսին տվել են տնային կալանք։ Մենք դեռ թաղումի օրը արդեն իրանք դրսում մանգարոց են եղել։ Որից հետո գնացինք բողոքեցինք, այս կողմ, այն կողմ, ինչ արեցինք, չկարողացանք դրանց նենց անենք, հոդվածը ով է տեսել, մարդ սպանողի հոդվածը լինի խուլիգանություն։ Այդքանի հետ միասին, նախ քննիչը ինձ ակնարկարեց, տեսանյութեր ունենք, տեսանյութը մաքրել են, իբր թե պետք է մաքրեին նենց, որ հասկանային, տղան ինչով է խփել։ Ուրեմն մաքրել է քննիչը նենց, որ ընդամենը այդ տեսանյութում երևում է մեր մարդիկ, կռվի մասնակցող մարդիկ։ Կռվի մասնակցում են շատ մարդ, բայց այդտեղ կա մենակ մեր մարդը։ Հետո չկա տղայի ձեռքի մոտիկ տեսանյութը, որ հասկանանք այդ տղան ինչով է խփել։ Ինքը մաքրել է նենց, ոնց իրան հարմար է եղել։ Կռվը ոչ մի բանից, ասում է ինձ հայհոյել է։ Դեմը զանգել է, այդ մարդը իրանց վերադասն է եղել։ Այդ ժամանակ գործի ինքը աշխատանքի չի եղել։ Ինքը արձակուրդում է եղել մի ամսով։ Անաստաս Բաբալարյանը զանգում է իմ ամուսնուն, ասում է ինչի չես աշխատանքի, այդ օրը իմ ամուսինը եկել է բանակի քեֆի։ Զանգում ասում է ինչի չես աշխատանքի, ասում է հեսա գնում եմ, ասել է հեսա գնում եմ ու հեռախոսը առանց անջատելու, դե նա մարդ է, միգուցե դեմը ինչ-որ մի բան է անցել, միգուցե ինչ-որ ուրիշ բան է եղել, չգիտեմ, ասում է միջին հայհոյել է։ Դրանից ինքը տնից եկել հասել է Իրան ու սկսել է խփելը, առանց հարցնելու, ինչ ա եղել, ոնց ա եղել, ոչ մի բան չի եղել։ Հիմա իրանք իրաց տանն են տնային կալանքում, քննիչը ինձ ակնարկարեց, ասեց կամ հետները համերաշխությամբ կգնաս, կամ քո տղային եւ իր ընկերոջը կտամ հոդված եւ գործը կուղարկեմ դատարան։ Հետները համերաշխության չգնացի, իմ տղային ու իր ընկերոջը տվեցին հոդված, գործը ուղարկեցին դատարան, իսկ այն մարդիկ, ինքը մենք ասում ենք լավ, այս երեխեքը իրանք տեղները կանգնած, ինչ անեին այս երեխեքը, սպասեին տեսնեին իրանցի ոնց է սպանում, ասма թող զանգեին 102։ Խնդրում եմ, ասեք, սա ինչի է նման, ձեռ են առնում։ Գործը չի փոխվել իմ տղայի ու իր ընկերոջ վրա, ուղղակի իմ տղային ու իր ընկերոջը նույն ձևով հոդված են տվել ու գործ ուղարկել են դատարան։ Մենակ նրա համար, որ հետները համերաշխության չեմ գալիս։ Ինքը ամբողջ գործը անենց է դասավորել, որ դրանց արդարացնի։ Քննիչը ինքը ինձ ակնարկարեց, կամ հետները լավ, նույն գործողությունը արել են նաև Խաչատուրն ու Սաքոն։ Եթե իմ տղային տալիս են այդ հոդվածները, եթե իր ընկերոջը տալիս են այդ հոդվածները, ու իրանց գործը ուղարկում են դատարան, այդ դեպքում ինչի չեն Սաքոյին ու Խաչատուրի գործն էլ ուղարկում դատարան։ Ասում եմ, պետք է սևակը բողոքի, չէ՞ որ իրանց կողմից բողոք չկա։
Այդ նույնը անում ես դու, այդ դեպքում ուղարկելուց ուղարկի նաև այդ երկու տղաներին։ Չէ՞ որ այդ երկու տղաները այն կողմից եկել են ու խփել են, իսկ իմ տղան ուղարկի տեղը կանգնած պաշտպանվել է։ Իմ տղային էլ է շատ ծեծել, իրեք որ այդ տղան չի կարողացել տեղը կանգնի, հասկանում եք։ Մեջքի ցավից ոսկորները ցավում էր։ Ես ուզում եմ, որ գործին, բոլոր գործի նյութերին տեղեկանաք ու հետևեք իմ հետ միասին, ուզում եմ, որ բոլոր դատերին մասնակցեք, ուզում եմ հանրային լինի, ուզում եմ աղա Սիդաներյանը պատասխան տա իր արածների համար, ուզում եմ այդ նույն հոդվածները տա մյուս տղաներին, երկու տղաներին, ուզում եմ, որ այդ երկու հոգին տնային կալանքից դուրս գան ու վերջապես կրեն իրաց արժանի պատիժը։ Ուզում եմ հոդվածը փոխել, հասկանում եք, անգամ հոդվածը չփոխեցին։ Ինքը անենց է փոխել, այդ ձերքի գործիքը, այնտեղ կա բութ գործիքի հարված։ Ինքը անենց է սարքել, անենց է մեծացել այդ տեսանյութը, որ այդ տեսանյութում չի էլ երևում ձերքը։ Պետք է ձերքը ցույց տային, որ ձերքի միջին հասկանայինք։ Ինքը պահել է 2 ամիս առաջ է եկել այդ տեսանյութը։ Ինքը այս 2 ամիսը ձգել է, պահել է, երեք չէ առաջին օրն է գործը ուղարկել դատարան։